Բարև ձեզ սիրելիներս, այսօր 29 է մարտի 2025 թվական, ես ուզում եմ պատմել երազ, որը վերաբերում է Ռուսաստանին, Ֆրանսիային, Եվրոպային, այսինքն մոտակա ժամանակներում սպասվող պատերազմական իրադարձություններին, որոնք որ լինելու են և անխուսափելի են։ Երազումս ես նախ տեսնում եմ Ֆրանսիան։ Եվ ես տեսնում եմ, որ մոտենում է հափշտակության ժամանակը, տեսնում եմ, որ այնտեղից այնքան շատ մարդիկ չեն հափշտակվում ըստ այդ երկրի բնակչության քանակի, հափշտակվողները շատ քիչ էին։ Եվ տեսնում եմ, որ հափշտակությունից առաջ այդ երկիրը սկսում է քանդվել եւ տեսնում եմ նրա ամենակարևոր շինությունները ինչպես են փուլ գալիս։ Նրանք փլվում, թափվում էին ուղակի գետնին եւ ես հասկանում էի երազումս ես հասկանում էի, որ Ֆրանսիայից պետք է հեռանալ, շուտ հեռանալ, որովհետև գնալով ամեն ինչ վատանալու է այնտեղ եւ շատ վտանգավոր էր։ Հիմա այս խոսքերից չեմ ուզում մարդիկ մտածեն, որ իրենք բոլորը պետք է հեռանան այդտեղից։ Ես ունեմ մի քանի ձայնագրություններ, որտեղ Սուրբ Հոգու խոսքն են փոխանցում մարդկանց, ասելով, որտեղ էլ որ դուք գտնվեք, Տերն ուզում է, որ դուք աղոթեք եւ իրեն հարցնեք, մնալ նույն տեղում, մինչեւ հափշտակությունը, թե հեռանալ ինչ-որ մի ուրիշ տեղ եւ Տերը ձեզ ցույց կտա։ Եվ երազումս ես տեսնում եմ ինչպես է Ֆրանսիան փուլ գալիս, քանդվում էր ուղակի, նրա կառավարական շենքեր էին, կարևոր շենքեր էին, քանդվում էին, բայց հափշտակությունն էր արդեն պատրաստվում եւ մարդիկ էին հավաքվում, ովքեր որ պետք է հափշտակվեին։ Այդ երազից հետո ես տեսնում եմ մեկ ուրիշը, ես տեսնում եմ Ռուսաստանը։ Ես տեսնում եմ Ռուսաստանը եւ ինչ է տեղ ունենում։ Տեսնում եմ Ռուսաստանում պատերազմական վիճակ, հետո տեսնում եմ այդ պատերազմական վիճակը հենց ինքը, այդ պետությունը փորձում է մի փոքր հանդարտեցնել, բայց այդ ընթացքում պատրաստվել նոր ավելի մեծ պատերազմի։ Եվ երբ նա սկսում է պատրաստվել այդ մեծ պատերազմին, նա դադարեցնում է մարդկանցից, որպեսզի մարդիկ շատ չվախենան, շատ չշփոթվեն, չխառնվեն, լարվածությունը չմեծանա, եւ այդ մարդիկ ասելով վերաբերում է եւ այդ երկրի բնակչությանը եւ մյուս մարդկանց, ովքեր որ չեն ապրում այդ երկրում։ Այսինքն ընդհանուր իրավիճակը նա փորձում է խաղաղեցնել իբր սուտ կեղծ կերպով եւ ինքը մի կողմի վրա սկսում է պատրաստվել ամեն իմաստով սկսում է պատրաստվել ավելի մեծ ու նոր պատերազմի, բայց ես տեսնում եմ, որ նա շատ ուժեղ է պատրաստվում եւ նա շատ հզոր է, բայց տեսնում եմ, որ նրա այդ հզորությունը շատ մահեր է բերելու եւ տեսնում եմ, որ նրա իշխանությունը շատ մեծ էր, բայց մահ էր նրա այդ իշխանության ձեռքերում մահ էր գտնվում, կյանքեր էին գտնվում, շատ կյանքեր էին կործանվելու։ Եվ ես տեսնում եմ Ռուսաստանին այդ վիճակում ու նոր ավելի մեծ պատերազմի պատրաստվելիս եւ դրանից հետո միանգամից ես երազում լսում եմ, որ ինձ ասվում է նորից, որ տես ինչքան է մոտենում արդեն մոտեցել եւ մոտենում է երրորդ համաշխարհային պատերազմը ու երբ ինձ ասվում է դա իմ մոտ բնական այնպիսի զգացողություն է գալիս, իրական այնպիսի զգացողություն է գալիս, ես կարծես ֆիզիկապես նորից զգում եմ այդ երրորդ համաշխարհային պատերազմում, թե մենք ինչ մարդիկ ինչ պիտի զգան, ինչ վախ, ինչ անհանգստություն եւ անհույս վիճակ, որ հենարան չկա ոչ մի տեղ, ամրություն չկա այլևս։ Եվ ես ասում եմ, ախր ես գիտեի, որ շուտով լինելու է երրորդ համաշխարհային պատերազմը եւ մարդկանց այդքան շատ ասում էի, որ պատրաստվեն եւ սնունդ հավաքեն։ Եվ ինձ այդ ձայնը հաստատում է, ասում է, այո, դե էլ ինչ մնաց, շատ քիչ է մնացել։ Դու հաստատ իմացիր, որ նրանք պետք է պատրաստվեն, սնունդ հավաքեն, ինչպես նաև պատրաստ եղեք, որովհետև երրորդ համաշխարհային արդեն շատ մոտ է։ Դուք գրեթե նրա մեջ եք։ Այդ խոսքերն են ինձ ասվում եւ ես երազումս ինձ թվում է, թե ես լրիվ իրական կյանքում եմ եւ իմ իրական կյանքի մտքերն ու իմացություններն են ինձ գալիս երազում ու ես ասում եմ ճիշտ է, ես չպետք է վախենամ, ես պետք է մարդկանց ասեմ, որ նրանք պատրաստ լինեն եւ ես խոսում եմ այդ ձայնի հետ, ասում եմ, այսինքն պետք է չէ որ սնունդ հավաքենք, երկար ժամանակ պահպանվող սնունդ, ասեմ մարդկանց, որ հավաքեն, պատրաստ լինեն եւ այդ ձայնը ինձ ասում է այո, ասա։ Ես ուզում եմ այստեղ հիշեցնել իմ տեսիլքը, հայտնությունը, երբ Տեր Հիսուս Քրիստոսը 3 անգամ ինձ հայտնվեց
մի գիշերում եւ 3 անգամ նույն բաները ասեց, ասա մարդկանց 3 ամենակարևոր բաները, որոնք սպասում են աշխարհին. 3-րդ համաշխարհային պատերազմ, մթության 3 օր եւ հափշտակություն, թող պատրաստ լինեն։ Ինձանից հասնում է պատմել, ինձանից հասնում է տարածել այն խոսքը, որ ինձ Սուրբ Հոգին տալիս է եւ հափշտակության մասին, եւ իմ տեսիլքների, եւ ամենակարևորը Տեր Հիսուս Քրիստոսի, նրա ճշմարտության եւ նրա սիրո մասին, թե ովքեր են հավատում եւ ընդունում, դա արդեն ձեր ընտրությունն է։ Միշտ մենք ենք ընտրում գնալ չարի կողմը թե Աստծո։ Ոչ թե հավատացեք ինձ կամ մյուսին, ով խոսում է, այլ հարցրեք Աստծուն։ Աստված միշտ պատասխանում է մեր հարցերին։ Հարցրեք Աստծուն, ձեր հարցերը տվեք մեր Աստծուն, մեր Հորը, մեր Սուրբ Երրորդությանը, տվեք ձեր հարցերը եւ Սուրբ Հոգին կպատասխանի ձեզ։ Եվ ուզում եմ ասել մի բան, որ մոռացա վերջում եմ ասում, երազումս, երբ ես տեսնում էի Ռուսաստանի այդ նոր ավելի մեծ պատերազմը, այդ ձայնը, որ խոսում էր իմ հետ, ինձ ասվեց երազում, որ տես Ռուսաստանը փակեց իր սահմանները, որպեսզի ոչ մեկ դուրս չգա, եւ ես հաստատում էի երազից մեջ, ասում էի, որ ես ասում էի, նա փակում է իր սահմանները, որպեսզի ոչ ոք նա կփակի իր սահմանները եւ նա այդպես էլ արեց, նա փակում է իր սահմանները, որպեսզի ոչ ոք չկարողանա դուրս գա այդ երկրից, եւ ես ինքս էլ շարունակում էի, ասում էի, տեսակ, ով հասցրեց, ով դուրս եկավ, ով ոչ։ Եկեք ուղակի բոլորս մեր աղոթքներում հարցնենք Տիրոջը, թե մենք որտեղ պետք է լինենք, որտեղ պետք է ապրենք, որն է Տիրոջ կամքը։ Այսքանը։